2026 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի տնտեսությունը նախատեսվում է, որ կաճի 5.4%-ով։ Սա իհարկե բավական լավ ցուցանիշ է, բայց մենք այսօր էլ ունենք այդպիսի տպավորիչ եւ լավ ցուցանիշներ թե տնտեսական ակտիվության եւ թե համախառն ներքին արդյունքի եռամսյակային տվյալներով, բայց միաժամանակ ունենք նաեւ սոցիալական բավական լուրջ խնդիրներ։ Ուստի կարևորը ոչ թե թիվն է, ոչ թե վիճակագրական ցուցանիշն է եւ դրա կանխատեսումն է, այլ որակական բնութագրիչներն են նույն տնտեսության աճի, տնտեսական ակտիվության ցուցանիշի։ Իսկ մենք ինչպիսի որակական հատկանիշներ եւ բնութագրիչներ ունենք հենց այսօր մեր տնտեսական ակտիվության հետ կապված։ Ամենաթարմ տվյալներով, վիճակագրական կոմիտեի տվյալներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոսին ավելացել է 7.1%։ Անշուշտ սա բարձր ցուցանիշ է, անշուշտ կարող ենք ֆիքսել, որ մենք դեռ պահպանում ենք տնտեսական ակտիվության բարձր տեմպը, աճի բարձր տեմպերը, բայց միաժամանակ մենք ունենք արդյունաբերության 7.8%-անոց անկում։ Այսինքն ինչ է ստացվում, որ մեր տնտեսությունն աճում է, բայց հավելյալ արժեք ստեղծող ուղղությունն անկում է ապրում։ Ինչով է պայմանավորված այս ֆենոմենը։ Սա ըստ էության որևէ կերպ նորություն չէ, մենք այս ցուցանիշին պարբերաբար ենք անդրադառնում տնտեսության առանձին ուղղություններին, ոլորտներին մեր անդրադարձերի ժամանակ հերթական անգամ նորից գալիս եւ եզրակացություն ենք ունենում, որ ձևավորված վիճակագրական աճերը ցավոք սրտի ներառական չեն եւ չեն ապահովում այդ ուրեմն որակական բնութագրիչները, որոնք իրական տնտեսության իրական հատվածի հավելյալ արժեք ստեղծող հատվածների աճի մասին են խոսում։ Իսկ այսօր տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը շարունակում է բարձր մնալ ի հաշիվ շինարարության եւ ծառայությունների ոլորտների։ Շինարարության պարագայում հունվար-օգոստոսին ունենք 20.4%-անոց աճ, ծառայությունների դեպքում 10.2%։ Սրանք ուղղություններ են, որոնք նախ մի կողմից ուրեմն ժամանակավոր ազդեցություններով պայմանավորված աճեր են ցուցադրում եւ մյուս կողմից այդ հավելյալ արժեքի ստեղծման տեսանկյունից իրական հատվածում տնտեսության առանձնապես մեծ դերակատարություն չունեն։ Մենք նախորդ անգամ մեր անդրադարձի ժամանակ օրինակ նույն շինարարության ոլորտով օրինակը բերեցինք շինարարության աճը ուղղության ուրեմն շինարարական աշխատանքների ծավալների աճը բավական բարձր է, բայց միաժամանակ շինարարական նշանակության ապրանքների արտադրությունը նվազում է։ Այսինքն սա բավական խոսուն ուրեմն իրավիճակ է, որը ցույց է տալիս, որ անգամ առանձին ոլորտի կտրվածքով երբ դիտարկում ենք, աճը այդ ոլորտի այդ ուղղության ենթաճյուղերում, ենթաուղղություններում չի կապիտալիզացվում, չի ստեղծում համապատասխան կամ համարժեք միջավայրը, որպեսզի տնտեսության իրական հատվածը եւս օգտվի։ Եվ դա վերաբերում է մեր տնտեսական ակտիվության ցուցանիշին եւ ընդհանուր առմամբ տնտեսական աճին։ Փաստացի մեր տնտեսական աճը որակական խնդիրներ ունի, տնտեսական աճի կառուցվածքը շարունակում է մնալ խնդրահարույց եւ դրանով է պայմանավորվում հանգամանքը, որ տնտեսությունը կարող է աճել վիճակագրորեն, բայց հավելյալ արժեքի ստեղծման հետ կապված ունենանք խնդիրներ, նորից հիշենք արդյունաբերության 7.8%-անոց անկումը։ Առհասարակ տնտեսական ակտիվության ցուցանիշի տնտեսության աճը կլինի միջին վիճակագրական քաղաքացուն, այս ցուցանիշները հետաքրքրում են այնքանով, որքանով որ դրանք ունեն ուղիղ կապ եւ ազդեցություն իր կյանքին, կենսագործունեությանը, ընդհանուր առմամբ բարեկեցությանը։ Այսօր փաստացի ունենք այդ բարձր աճերը, բայց ինչ ունենք զուգահեռաբար սոցիալական լուրջ լարվածություն, այդ թվում եւ գուցե առաջին հերթին պայմանավորված էական թանկացումներով։ Իսկ թանկացել են ամենակարևորը առավելապես առաջին անհրաժեշտության ապրանքները։ Ես կխնդրեմ ցուցադրել մեր երկրորդ պատկերը, որտեղ որոշակի ապրանքախմբերի վերաբերյալ տվյալներ ներկայացրել ենք, պատահական չէ այս ապրանքախմբերի ընտրանքը։ Մենք իհարկե այդ ամբողջ ցանկում ունենք շատ ապրանքախմբեր, որտեղ էժանացում, այսինքն գների նվազում նկատվել է, բայց ինչպես տեսնում եք, այն ապրանքները, որոնք փոխարինելի չեն, որոնք առօրյա կենսապահովման համար անհրաժեշտություն են, դրանց պարագայում էական թանկացումներ կան։ Եվ հենց սրանով է պայմանավորված գնաճի սոցիալական ազդեցությունը։ Պատկերացնելու համար օրինակ հացը, եթե մենք նախկինում կարող էինք գնել օրինակ 200-180-200 դրամով, ապա այսօր առնվազն 220, եթե ոչ ավել է հացի գինը։
Հացի պարագան իհարկե մի փոքր նրբություն ունի, հացի թանկացումը շատ հաճախ կարող է չդրսևորվել գնի բարձրացմամբ կամ ամբողջությամբ չդրսևորվել դրանով, այլ օրինակ հացի քաշի նվազմամբ, բայց անգամ այդ պարագայում դա իհարկե կարծում եմ ակնհայտ է բոլորին։ Նույն օրինակով կարող ենք դիտարկել մնացած բոլոր ապրանքախմբերը, թեև նորից պիտի կրկնենք, որ նշված ապրանքները այն կարևորության եւ այնպիսի առաջնահերթության ապրանքներ են, որ անգամ նման հաշվարկներ ներկայացնելու կարիքը չկա, պատկերացնելու դրանց թանկացումները եւ բնականաբար դրա սոցիալական հետևանքները։ Լավ, իսկ այս պարագայում ո՞րն է լուծումը։ Այս հարցի պատասխանը կարելի է ուրեմն այս հարցի պատասխանին մոտենալ երկու դիտանկյունից, երկու մոտեցմամբ։ Առաջինը որն է, այսպես պայմանական ասած, օրինակելի լուծումը կամ ինչպիսին կարելի է պատկերացնել եւ որն է, որ առաջարկվում է այսօր։ Օրինակելի լուծման պարագայում իհարկե առաջին հերթին եւ ամենապարզը, առաջին, այսպես մտքին եկողը ցանկացած մարդու դա հասարակության, քաղաքացիների եկամուտների ավելացումն է, ընդհանուր առմամբ եթե բանաձևային տանք, ապա ինդեքսացիան եկամուտների դրա պարբերաբար վերանայումով պայմանավորված գնաճով, այսինքն գնաճի տեմպերին համարժեք անընդհատ ինդեքսավորմամբ ավելացմամբ։ Մենք այսօր քաղաքացիների եկամուտների համարժեք աճ չունենք, թողնենք միջին աշխատավարձի աճերը, դա մի քանի ուղղություններում աճերով պայմանավորված միջինացված ցուցանիշ է, մենք չունենք կենսաթոշակների ավելացում, եթե քեշբեքը դիտարկում ենք որպես կենսաթոշակների ավելացում, ապա դա առնվազն համարժեք չէ այսօրվա գնաճին, ինչպես տեսնում եք, առնվազն այն ապրանքների մասով, որոնք ներկայացրել են։ Հետևաբար այդ ինդեքսացիան, այդ եկամուտների համարժեք աճը չկա։ Լավ, իսկ ինչ են առաջարկում։ Վերջին օրերին հատկապես նոր թեզ եւ մեսիջ է շրջանառվում առ այն, որ ներմուծվող ապրանքները հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո կարող են լինել ավելի էժան։ Վստահաբար սա պատահաբար ընտրված թեզ չէ, հենց ներմուծվող եւ էժան ապրանքների հանգամանքը շեշտելով, դա կարծում ենք պայմանավորված է հենց թանկացումների եւ սոցիալական այս լարվածությամբ։ Մի կողմ թողնենք դրա սոցիալական բաղադրիչը, այսինքն կարող է դա առաջին հայացքից հենց այդ տեսանկյունից լինել գայթակղիչ, ավելի էժան ապրանքների մասով, բայց տնտեսական քաղաքականության տեսանկյունից իհարկե սա բավական մտահոգիչ եւ նույնիսկ կարող ենք ասել վտանգավոր հայտարարություն է առ այն, որ այսօր մենք ունենք արտադրության եւ արդյունաբերության հետ կապված խնդիրներ եւ փաստացի նաեւ դրանով պայմանավորված գնաճի հետ կապված լուրջ խնդիրներ, որոնք չեն լուծվում։ Եվ փաստացի տնտեսական քաղաքականություն մշակողները ոչ թե արդյունաբերությունը խթանելուն ուղղված առնվազն մեսիջներ եւ պլանների մասին են խոսում, այլ ներմուծվող ավելի էժան ապրանքների մասին։ Իհարկե սա ունի նաեւ շատ ավելի խորքային մտահոգություններ եւ խնդիրներ, իդեմս մրցակցության տեղական արտադրությանը ել ավելի մեծ հարված հասցնելու եւ այլն։ Հետևաբար այս ամենի համատեքստում նորից վերադառնալով 2026 թվականի բյուջե եւ բյուջեով նախատեսված 5.4% աճ եւ նորից դրա որակական բնութագրիչներ, կարող ենք եզրակացություն անել, որ այսօր առնվազն հանրայնացված մեսիջները եւ թեզերը չեն տալիս դրական ուրեմն ենթադրություններ ունենալու իրավունք, որ տնտեսության աճի որակի հետ կապված կա պլանավորում կամ կիրականացվեն համապատասխան գործողություններ։